Իմ կարծիքով լրիվությամբ չի հրապարակված ամեն ինչ չի այնտեղ ընդգրկված նախ այդ քի վեստի փաստաթուղթը որ իբր ժամանակ թերթում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացման եղել է դա իմ կարծիքով չի համապատասխանում իրականությանը որտեղ դա ավելի շատ նման է Գոբլի պլանին որի մենք դեռ առաջին պատերազմի ժամանակներից այդ հետ պատերազմյան ժամանակից ծանոթ էինք իսկ քի էստի մասով ինչու եմ ես գտնում որ չի անում որտեղ պատերազմի վերջում առաջին պատերազմի վերջում Ռոբերտ Քոչարյանը մեր զրույցների ժամանակ համոզված է եղել որ հնարավոր է լինելու Ալիև Ավակի հետ այդ փոխզիջումային տարբերակով տարածքներ կարգավիճակի դիմաց գնալ կարգավիճակի թե միջանցքների դիմաց չէ կարգավիճակի այստեղ էլ կարգավիճելի հարց չէ կարգավիճակի դիմաց Մեղրին եւ Լաչինը ես հիմա շարադրեմ էլ ինքը համոզված է եղել ու մի անգամ չենք մեկ այդ հարցի շուրջ խոսել իրար հետ անգամ ես գտնում եի որ առանց նախապայմանների զինադադարի գնալ 94 թվականին դա սխալ է որ հետագայում Ադրբեջանը չի գնալու փոխզիջումների ունենալով նավթային գործոն Թուրքիայի գործոնը եւ այլը Ռուսաստանի շահագրգռվածությունը հիմնավորում էի, բայց ինք համոզված է եղել։ Ես անգամ այդ զրույցների ժամանակ տեսնում եմ ինչքան ենք համոզված, որ երևում է Հար Ալիև այդ հերախոսա զրույցների ժամանակ հետո մշտական կապի մեջ է եղել այդ Հայր Ալիևի ժամանակ։ Համոզել է նրան, որ հնարավոր է այդ տարբերակ, ասիկա տարածքներ կարգավիճակի դիմաց։ Ես համոզված եմ, որ այդ Մեղրի ճանապարհի խնդիրը հետո Ալիև առաջ քաշել արդեն Քիևի բանակցությունների ժամանակ որտեղ մինչ այդ մենք տեղյակ չենք եղել դրա մասին մենք գիտենք Գոբլի պլանը որը մերժվել է եւ այլն ու դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկար բայց քանի որ փաստաթուղթը չկա մեր սեղանին Քիևի այդ բանակցությունների փաստաթուղթը որտեղ կա ասենք Ալիևի դե ասում են կառավարությունում էլ չկա Դե չկա ուրեմն չի հրապարակվել Ալիևը իմ կարծիքով բայց ինչ-որտեղ կա իմ կարծիքով նո կարող Ամերիկայի պետդեպարտամենտում բայց ոչ մեր նախագահներից որևէ ոչ մեր որևէ մոտ վստահ եք ասում երևի գիտեք ոչ այո